Սոս Հակոբյան, Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ, տեղի ունեցավ վիճակահանությունը, ես կարծում գլխավոր երևի թեման, այսօրվա հավաքվելու դա էր, թե որ կուսակցությունը կամ դաշինքը որ համարն է ունենալու, Հայրենիք կուսակցությունը վաղարշաբթի նոյեմբերի 16-ին սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունենալու է 8-րդ համարը։ Մենք կարծում ենք, որ դա լավ թիվ է, 8-ը, ինչպես գիտեք, քրիստոնեական խորհրդաբանությամբ նոր կյանքի նաև խորհրդանշում է, քանի որ Աստված 6 օրում ստեղծեց երկիրը, երկինքը եւ այլ մնացած ամենը, 7-րդ օրը հանգստացավ եւ 8-րդ օրը սկսվեց նոր կյանքը։ Հետևաբար նաև խորհրդանշում է, ես կարծում եմ վաղարշաբաթում դրանով իշխանափոխությունը, քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը, Հայրենիք կուսակցությունը հանդես է գալիս հենց հաղթելու օրակարգով, ձևավորվելու նոր իշխանություն վաղարշաբաթում, բնականաբար բացառելով քաղաքացիական պայմանագրի հետ որևէ քաղաքական իմաստով համագործակցությունը, դա երևի ավելորդ է անգամ ասել։ Մնացածը արդեն ես կարծում եմ հիմնական քարոզչական աշխատանքը առջևում է Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ, շատ դրական մարդ, շատ լավ կենսափորձով, բարձր բարոյական արժեքներով, Էջմիածին քաղաքում տարբեր հանրության տարբեր շերտերի կողմից շատ հարգված, որի մասով մենք շատ գոհ ենք, շատ հպարտ ենք, որ հենց տենց մարդ ունենք մեր առաջի համարում ցուցակի, իր գլխավորությամբ թիմը գնալու է անելու է իրենից կախված ամենը, որպեսզի արժանանա Էջմիածնի վաղարշաբաթ համայնքի բնակիչների վստահությանը։ Հիմա դուք 8-րդ թիվը նման կերպ մեկնաբանեցիք, սա նոր մտածեցիք, թե այնուամենայնիվ կար ի սկզբանե, որ եթե 8-ը լինի նման ձևակերպում էր տալու։ Կատունեք պարոն Հովակիմյանի հետ պայմանավորվածություն ունենք, թե չէ, որ 8-ը լինի, ես էլ սա ասեմ, եթե այդ հարցը չէ, տենց պայմանավորվածություն չկար, չկարող էր լինել թիվ, որ չլինել որևէ խորհրդանշական հանգամանք, հիմա 8-ի հետ կապված կա, նաև 8-ը գիտեք, որ հավերժության խորհրդանշում է, այսինքն ինքը լավ թիվ է, դրական էներգիայով այս պահին օրինակ մեզ որ մենք երկու հատ անհավասար այնուամենայնիվ չի լինի, ուղղական գործընթաց այդ առումով, որովհետև մյուս տեխնացուները չեն կարողանա փակցնել իրենց այդ մեծ։ Գիտեք, իհարկե կա անհավասարություն, ի բնե պայմանները, երբ որ երկու ընդհանրապես հնարավորություն կա այդ բիլբորդերի, անհավասար են, բայց ես չեմ կարծում, որ այդ մեկ բիլբորդի առկայությունը որոշիչ է լինել։ Այո, առավելությունը, որ ստացել է վիճակահանությամբ երկուսը, ունի փոքր առավելություն, բայց այս այն դարը չէ, որ դրանից կախված ինչ-որ մեկը դառնա համայնքի ղեկավար կամ ձևավորի մեծամասնություն կամ չձևավորի։ Պարոն Հակոբյան, տեսեք, տեսակետները հնչում, որ իշխանությունն է ասում է հանրապետություն կուսակցությունը, որ թույլ չեն տալ Գյումրի 2 լինի Էջմիածնում, վաղարշաբաթում, մյուսներն էլ ասում են, որ պետք է հարակյալ լինի։ Կա քննարկում արդյոք կամ սկսվել է ընդդիմադիրների միջև, որ օրինակ եթե ինչ-որ մեկ առավելագույն ձայները հավաքի, այդ անցողիկի սուպերիսը չլինի, այսինքն միանձնյալ չկարողանա ղեկավարել, մյուսները կմիանան կոալիցիան։ Նախ հասկացա, նախ շատ բացասական են վերաբերում նման հայտարարություններին, դատապարտում եմ, քանի որ դա հակաժողովրդավարական հայտարարություն է, ինչ է նշանակում Գյումրի 2 չի լինելու։ Գյումրիում տվյալ համայնքի բնակչությունը վստահեց իր ձայնը տվեց, ում որ տվեց, եւ դրա արդյունքում ձևավորվեց նոր իշխանություն։ Այնպես չի, որ մեզ բոլորից դա դուր պիտի գա կամ դուր չգա։ Ամեն դեպքում եղավ ժողովրդավարական էլեկտորալ պրոցեսների արդյունքների ամփոփում։ Եթե մենք ասում ենք Գյումրի 2 թույլ չենք տալու, այսինքն ինչ են ուզում ասեն, փորձելու են կանխեն ժողովրդավարական ընտրությամբ նոր իշխանության ձևավորումը, սա կարծում եմ հակաիրավական, գրագիտության սահմաններից դուրս արված հայտարարություն է, որը նորից պետք է խստորեն դատապարտել։ Ինչ վերաբերվում է ձեր հարցի բուն էությանը, այս պահին իհարկե, քանի դեռ որևէ արդյունք չկա, ընտրությունները չեն եղել, կոնկրետ ոչ մի բանի մասին խոսալ հնարավոր չէ, բայց մշտապես Հայրենիք կուսակցությանը, հակուսակցությունը հանդես է եկել այն դիրքերից, որ պետք է անենք մեզանից կախվածը քաղաքացիական պայմանագրին, տեղերում, տվյալ պահին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանազրկելու համար։ Այսինքն մենք նման բացառումներ իհարկե չենք անում, կգա ժամանակը արդյունքները կամփոփվեն, քաղաքական կոնսուլտացիաները կսկսեն եւ մեծ հույսով ենք, որ դրա արդյունքում Էջմիածին համայնքում կդադարի իշխանություն լինել քաղաքացիական պայմանագիրը։ Պարոն Հակոբյան, իսկ Խաչիկ Մանուկյանի հնարավորությունները ինչպես է գնահատում, իր մարդկային որակները դուք նշեցիք, իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում հնարավոր լինի միանձնյա հեռացնել Նիկոլ Փաշինյանին Խաչիկ Մանուկյանի դեմքով։
Տեսեք, մենք անելու ենք մեզանից կախված ամենը, որ պարոն Մանուկյանի գլխավորությամբ թիմը հավաքի հնարավորինս բարձր ձայները, այսինքն հնարավորություն լինի անգամ միայնակ իշխանություն ձևավորել, բայց իհարկե կանխորոշել հստակ թե վաղարշապատի բնակիչները ինչպես կձևավորեն իշխանական տոկոսները եւ քվեարկության տոկոսները դժվար է ասել։ Ամեն դեպքում պարոն Մանուկյանը Խաչիկ Մանուկյանը այն կերպարն է, որ ես վստահ եմ ցանկացած վաղարշապատի բնակիչ կուզենա իր համայնքի ղեկավարին տեսնել հենց Խաչիկ Մանուկյանի նման եւ փորձի առումով կառավարչական եւ կենսափորձի եւ բարոյական արժեքների եւ խոսքի եւ կեցվածքի առումով հենց այնպիսի մարդ, այնպիսի համայնքի ղեկավար, ինչպեսին Խաչիկ Մանուկյանն է, հետեւաբար ես գնահատում եմ շատ բարձր իր շանսերը ձևավորելու իշխանություն լինելու համայնքի ղեկավար։ Շնորհակալ եմ։